թողաջաներով մարդկանց անունները հրաբարակեն, գործեր հարուցեն, ես չգիտեմ, կալանավորեն, փողերը ձեռքերից վերցնեն, ես դրան լրիվ համաձայն եմ։ Թալանին մասնակից են եղել ոչ միայն տարբեր կարգի բիբիններ, այլ նաև յանով վերջացող ազգանունով անձինք։ Ընդդիմադիր պատգամավորների այս պնդումների հետ համամիտ չեն իշխանության ներկայացուցիչները։ Ոչ Թալանին քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, զգուշացնելով, որ եթե վաղը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարի էլեկտրաէներգիայի թանկացման մասին, ապա նախաձեռնությունը կփոխի օրակարգային իր պահանջը եւ կներկայացնի նոր օրակարգ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջով։ Մեկ պատասխանատու պաշտոնից զինվորական բարձրագույն տեղափոխվել է մեկ այլ։ Կադրային փոխատեղումներ, ինչու Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին պաշտոն տվեցին Հայաստանում, հանրապետականները Մովսես Հակոբյանի նշանակման մասին։ Պաշտոնական Ստեփանակերտը նորմալ է որակում պաշտպանության բանակի հրամանատարի տեղափոխումը Հայաստանի զինված ուժեր։ Ոչ կողմն է քննելու Գյումրիում 3 տեղի ունեցած ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության գործը։ Սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցել են թե հայկական եւ թե ռուսական կողմերը։ Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում մահացել է հայ ազգի բարերար միլիարդատեր Քրք Քրքորյանը։ Նա մահացել է Լոս Անջելեսի Բևերլի Հիլզ թաղամասի իր տանը։ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում Հայաստանի ազգային հերոս։ Քրքորյանի հիմնադրած Լինսի հիմնադրամը 2001 թվականից ի վեր $151 միլիոն է տրամադրել Հայաստանին ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինության, իսկ $21 միլիոն Հայաստանում փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար։ Քրքորյանը ծնվել է 1917 թվականին։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսի նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ԱՄՆ $։ Վաղը հունիսի 17-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կգումարի նիստ, որի ընթացքում էլ կընդունի վերջնական որոշում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ։ Մինչ այդ ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, սակայն առանց հեծի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի։ Լսումների ժամանակ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով։ Այս ընթացքում, ինչպես հայտնի է, տեղի ունեցան բողոքի մի շարք ակցիաներ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի բարձրացման։ Բողոքի ակցիա նախատեսված է նաև հունիսի 19-ին։ Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ էլեկտրաէներգիան բարձրացնելու որոշումը քաղաքական էր, քանի որ հայտը, որը ներկայացվել էր ՀԵՑ-ի կողմից, հիմնավորված չէր։ Վաղվա հանձնաժողովի նիստին կլինեն նաև ներկայացուցիչներ ԲՀԿ-ից։ Կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով թանկացումն անխուսափելի է, հետևաբար կարծում է, որ խնդիրը տեղափոխվում է կառավարության դաշտ։ Ըստ Զոհրաբյանի, գործադիրը պետք է փորձի գտնել փոխհատուցման այնպիսի մեխանիզմներ, որ հոսանքի թանկացումը չազդի սպառողների վրա։ Երբ որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտարարում է, որ փոխհատուցվելու է 105 նպաստառուներին, ես հարց եմ տալիս պաշտոնական միայն իրենց պաշտոնական վիճակագրությամբ, ինչը խիստ կասկածելի է, Հայաստանում աղքատությունը 32% է, այսինքն 105,000 մարդ չեն աղքատ են 1 միլիոնից ավելի մարդ։ Իսկ իրենց ով է փոխհատուցելու, մնացյալի հարցը ինչ կերպ է կարգավորելու, սրանք խնդիրներ են, որ լրջագույն քննարկում են պահանջում։ Անդրադառնալով ՀԵՑ-ի կուտակած պարտքերին Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե չի բացառվում, որ այդ թալանին մասնակից են ոչ միայն տարբեր կարգի բիբիններ, այլ նաև յանով վերջացող մի խումբ անձինք։ Հանրապետական Սուքիաս Ավետիսյանն հակադարձում է, իշխանությունը կապ չունի։ Յաներով մարդկանց մասին թող համապատասխան իրավապահ մարմինները մտածեն եւ եթե կան այդ յաներով մարդին, թող այդ յաներով մարդկանց անունները հրաբարակեն, գործեր հարուցեն, ես չգիտեմ, կալանավորեն, փողերը ձեռքերից վերցնեն, ես դրան լրիվ համաձայն եմ։ Եթե կան նման մարդիկ, որոնք այսօր ժողովրդի հաշվին գումարներ են աշխատել եւ իրենց շռայլության են թույլ տվել։ Միգուցեև դա էր պատճառը, որ Բիբինը չեկավ կամ Բիբինին թույլ չտվեցին գալ խորհրդարան, որով
որովհետև Բիբինը ողջ եւ առողջ էր եւ խորհրդարանական նիստից անմիջապես հետո ես Բիբինին շատ բարձր, աննախադեպ բարձր տրամադրությամբ տեսա կառավարության ընդունելությունների տանը նշելիս Ռուսաստանի անկախության տոնը։ Ինչու հնարավոր չեղավ կանխել հերթական թանկացումը, հանրապետական падգամավորը կարծում է, որ ժամանակին ոլորտը չի կարգավորվել։ Հիմա էլ մտավախություններ կան, որ 2017 թվականին, երբ ատոմակայանը 6 ամսով դադարեցնի իր գործունեությունը, հոսանքի գինը դարձյալ բարձրացնելու հարց կառաջանա։ Իսկ ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Քոկոբելյանն էլ պնդում է, տեղ ունեցած է իշխանությունների թողտվության հետևանքն է։ Իսկ ամեն ինչ բարդել հանրային ծառայությունների հանձնաժողովի վրա, դա է սպეციფիկ առումով ճիշտ չէ, որովհետև նորից եմ ասում, դա ընդհանուր իշխանության պատկան մարմինների վերահսկողության ոչ պարկեշտ եւ ոչ բավարար վերահսկողության պատճառով է տեղի ունեցել այս ամենը։ Հիշեցնենք, որ հեծը դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հոսանքը 17 դրամով թանկացնելու պահանջով։ Հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է հայտը եւ ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից կբարձրանա 693 դրամով։ Հանձնաժողովն իր վերջնական որոշման մասին կհայտարարի վաղը, իսկ հունիսի 19-ին տեղի ունենալու ոչ թալանին քաղաքացիական նախաձեռնության հրավիրած բողոքի ակցիան հանդեպ էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման։ Ոչ թալանին քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով, որ եթե վաղը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, ապա նախաձեռնությունը կփոխի օրակարգային իր պահանջը եւ կներկայացնի նոր օրակարգ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունում նշվում է. մեջբերում ենք. մեր կողմից նախապես կանխատեսված սցենարն իրականանում է։ Իշխանության մունետիկ մարմինը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հնարավոր է վաղը հայտարարի էլեկտրաէներգիայի հերթական ապօրինի թանկացման մասին։ Մեր պահանջը չի փոխվել, այն է ոչ մի լումա ավելի եւ ներկայիս սակագնի նվազեցում։ Եթե Սարգսյան Սերժը եւ Աբրահամյան Հովիկը անտեսեն ժողովրդի կողմից բարձրացված արդարացի պահանջը, ապա մենք օգտվելով սահմանադրությամբ մեզ տրված բոլոր իրավունքներից կանցնենք պայքարի ավելի կտրուկ գործողությունների։ Ոչ թալանին նախաձեռնությունը կոչ է անում ազգաբնակչությանը հունիսի 19-ին ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում եւ տեր կանգնել պահանջին։ Այն, որ Արցախն առանձին պետություն է եւ միջազգային հանրության առջեւ էլ խնդիր ունի ապացուցելու, որ ինքնիշխան անկախ երկիր է եւ ոչ թե Հայաստանի մարզ, սա ըստ Արցախի նախագահի մամլոխոսնակի ճիշտ այդպես է։ Բայց եւ պաշտոնական Ստեփանակերտի համար նորմալ է նաեւ այն, որ Սերժ Սարգսյանն է որոշումներ կայացնում Արցախի այս կամ այն պաշտոնյային տեղափոխել Երևան։ Կարծում եմ այստեղ որևէ տարօրինակ երևույթ չկա, ի վերջո Մովսես Հակոբյանը զինված ուժերը չի թողնում, նա շարունակելու է իր ծառայությունը նույնպես պատասխանատու պաշտոնում, իր ուժերը կներդնի հայոց զինված ուժերի զարգացման գործում, նոր հրամանատարը լավագույնս կշարունակի նրա աշխատանքը Արցախում։ Հարցին թե նմանատիպ տեղափոխությունները չեն վնասի Արցախի որպես անկախ պետություն միջազգային ճանաչմանը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. Իհարկե, Արցախն ու Հայաստանը տարբեր պետություններ են, ունեն առանձին զինված ուժեր, պաշտպանության նախարարություններ, բայց ընդհանուր առմամբ եւ Արցախի հանրապետությունը եւ Հայաստանի հանրապետությունը կատարում են նույն անվտանգության առաքելությունը, այն է հայ ժողովրդի հայոց պետականության պահպանումը։ Երբ որ երկու հայկական պետություններում զինված ուժերի ներկայացուցիչները փոխվում են տեղերով, չեմ կարծում, որ դա ազդում է մեր ինքնիշխանության վրա կամ թուլացնում է հայոց զինված ուժերը։ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Մովսես Հակոբյանն, ինչպես հայտնի է, զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։ Նրա նշանակման մասին խոսակցությունները մամուլում շրջանառվեցին դեռևս 1 ամիս առաջ։ Պատասխանատուները սակայն հարցի վերաբերյալ խուսափում էին խոսել։ Սերյան Օհանյանն օրեր առաջ լրագրողների զրույցում հիշեցնենք անդրադառնալով այս հարցին, ասել էր, թե չպետք է շտապել։ Նշանակումն արդեն կատարված է։ Իսկ Սերժ Սարգսյանի թիմակիցներից շատերը Մովսես Հակոբյանի Հայաստան տեղափոխվել է եւ այստեղ պաշտոնի նշանակվել է մեկնաբանել խուսափում են, հայտարարելով, թե դա եղել է գերագույն գլխավոր հրամանատարի որոշումը։ Մովսես Հակոբյանը մեկ պատասխանատու պաշտոնից զինվորական բարձրագույն տեղափոխվել է մեկ այլ։ Դա որևիցե քաղաքական կամ ուրիշ ենթատեքստ չկա։ Մի քիչ շատ չեք բանանում այդ ֆետիշացնում այդ անկախությունը։
Ինչ անկախ պետություն, ով է ճանաչել Արցախը որպես անկախ պետություն։ Այսպես են կարծում նաև ՀՀԿ խմբակցության падգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Լևոն Մարտիրոսյանը։ Որոշումը Սերժ Սարգսյանինն է, հետևաբար այն լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի։ Իրենց կուսակցության ղեկավարի հրամանագիրը Հակոբյանին Հայաստանում պաշտոնի նշանակելը մեկնաբանելիս ասում էին հանրապետականները։ Հարցին թե տեսակետ կա, որ Սերյան Օհանյանին պատրաստում են որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ եւ այդ իսկ պատճառով է այս փոփոխությունները կատարվում, Գագիկ Մելիքյանն արձագանքեց։ Ժամանակը կգա կիմանանք բոլորս։ Ես ոչինչ որ չերքում եմ, ոչ էլ ընդունում։ Դեռևս ժամանակը չէ այդ թեմայով զրուցելու։ Կարծում եմ, որ իր պրոֆեսիոնալ հատկություններն են հաշվի առել, մասնագիտացածությունը մեր բանակի կայացման գործում, փորձը, գիտելիքները եւ այլն։ Այլ պատճառ դժվար է գտնել։ Իսկ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական խմբակցության падգամավոր Կոյրուն Նահապետյանը կարծում է, որ զինված ուժերի կառավարման արդյունավետության տեսանկյունից բավականին արդյունավետ որոշում է եղել Հակոբյանին Հայաստանում պաշտոնի նշանակելը։ Նահապետյանը չի կարծում, որ այս նշանակումը արտաքին քաղաքականության առումով կարող է մտահոգություններ առաջացնել։ Մենք բազմաթիվ նման դեպքեր ենք ունեցել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներ, քաղաքացիներ նշանակվել են տարբեր պաշտոններում անցած այս 20 տարիների ընթացքում բազմաթիվ նման նշանակումներ են եղել եւ սա առաջին դեպքը չէ։ Ինչ վերաբերում է ապագայում մոտ ժամանակահատվածում զարգացումներին, շփման գծում Ղարաբաղ-ադրբեջանական եւ Հայաստան-ադրբեջանական սահմանային գծում, ապա կան որոշակի կանխատեսումներ, սպասումներ, որ կարող է նաեւ իրավիճակը լարվել եւ այդ առումով մեր զինված ուժերը պատրաստ են։ Այսօր էլ պարզ դարձավ, թե ով է փոխարինելու Մովսես Հակոբյանին Արցախում։ Սերժ Սարգսյանը երեկ մեկ այլ հրամանագրով գեներալ լեյտենանտ Լյովա Մնացականյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Հենց Լյովա Մնացականյանն էլ կղեկավարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը։ Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ 3 տեղի ունեցած սպանության գործով, ինչպես հայտնի է, ձերբակալվել է Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Բոսխոմջիևը։ Վերջինս խոստովանական ցուցմունք է տվել եւ հայտնել, որ 1996 թվականին ծնված իր ծառայակցին Իվան Նովիկովին սպանել է անձնական հակակրանքից դրդված։ Սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցել են թե հայկական եւ թե ռուսական կողմերը, իսկ գործի քննության արդյունքներով որոշվելու է իրավազորության հարցը, այսինքն այն, թե ոչ կողմն է շարունակելու գործի քննությունը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համոզված է, որ քրեական գործի քննությունը պետք է հայկական կողմն իրականացնի։ Քննչական կոմիտեն, իրավապահ մարմինները եւ անձամբ Գևորգ Կոստանյանը հետամուտ պիտի լինեն, որ քրեական գործընթացն իրականացնի հայկական կողմը, որովհետեւ սպանություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ճիշտ է, թե տուժողը, թե հանցագործության մեջ կասկածվողը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության զինծառայողներ, բայց հանցագործությունը կատարվել է ոչ թե ռուսական բազայի տարածքում, այլ տարածքից դուրս։ Եվ այս տեսակետից քննությունը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից պիտի իրականացվի, եւ քննության արդյունքում շատ հարցերի պատասխաններ կունենան Ավետիսյանների սպանության հանգամանքների հետ կապված։ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Հարություն Բաղդասարյանը մեծ հետ զրույցում ասաց, որ հարցը թե որ կողմն է սպանության գործը քննելու, կարգավորվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ գործող համաձայնագրով։ Այդ համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ գործը քննելու է հայկական կողմը։ Նույն համաձայնագրի 5-րդ հոդվածն ասում է, եթե բազայի տարածքում է հանցագործությունը տեղի ունեցել, քննելու է ռուսական կողմը։ Հանցագործությունը բազայի տարածքից դուրս է եղել, բայց նույն հոդվածը նաև ասում է, որ եթե հանցագործությունը ռուսական զինվորների կամ բազայի դեմ է, գործը ռուսական կողմն է քննելու։ Փաստաբանը նշեց նաև, որ գրեթե համոզված է, որ հակառակն է տեղի ունենալու։ Քրեական գործը հանձնելու են ռուսական կողմին ամբողջությամբ, քանի որ տեղի ունեցածը խոսում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, կոնկրետ դեպքում բազայում տիրող բարձի թողի մթնոլորտի մասին։
Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմամբ, այս մասին Բաքվում Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմամբ շահագրգռված Ռուսաստանի նախագահ Պուտինը Ալիևի հետ խոսել է Ղարաբաղյան հարցից։ Այլ մանրամասներ կողմերը չեն հրապարակում Հայաստանում, սակայն այս հանդիպումից վտանգ չեն տեսնում, հիշեցնում են, չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։ Ես հակված չեմ կարծելու, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որևէ կերպ կարող են խոչընդոտել կամ տեղի ունենալ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների եւ դրանց հիմքում ընկած շահերի։ Բնականաբար մեզ համար գաղտնիք չէ ռուս-ադրբեջանական հարաբերությունները դրանք խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո միշտ եղել են։ Այն հարցերը, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմնավորմանը, բնականաբար մենք շատ ուշադիր ենք հետևում այդ զարգացումներին։ Ադրբեջանի փորձերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ԵԱԿ Մինսկի խմբից այլ ձևաչափի փոխելուն անարդյունք են նաև Մինսկի խմբի անդամ պետություն Ռուսաստանի հարցը ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորելու շահագրգռվածության շնորհիվ։ Կարծիք է հայտնում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու ավելացնում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները իրենց զարգացման տարբեր փուլերում ևս պետք է նպաստեն, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի իր ապակառուցողական մոտեցումները։ Հիշեցնենք, միջազգային մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է Թուրքիայի եւ Ադրբեջանի վերջին շրջանում լարված հարաբերությունների մասին, պայմանավորված էներգետիկ ծրագրերով։ Ուստի չի բացառվում, որ Ադրբեջանը կփորձի ավելի խորքային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։ Հնարավոր է զարգացումները հասնեն մինչև այնտեղ, որ Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, որի անդամ է նաեւ Հայաստանը։ Գիտեք, երբ որ Ադրբեջանը հայտ կներկայացնի ԵՏՄ-ին անդամակցելու, իսկ դուք գիտեք, որ իրենք ընդհանրապես ԵՏՄ-ի վերաբերյալ խոսելուց ցինիկ, ուրեմն նախապայմաններ էին առաջադրել, ինչը ես համարում եմ բացարձակապես անիրականանալի, այդ ժամանակ իմաստ կունենա խոսել նման հնարավոր զարգացումների մասին, տեսանելի ապագայում ես նման զարգացումներ ուղղակիորեն բացառում եմ։ Հիշեցնենք սակայն, որ թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, թե Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը մեկ անգամ չէ, որ նշել են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները ուղղված չեն որևէ երրորդ երկրի, մասնավորապես ռազմավարական գործընկերոջ Հայաստանի դեմ։ Դոնեցկի ժողովրդական ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն վստահեցրել է, որ իրենց ստորաբաժանումները դեռևս չեն պատրաստվում հարձակում գործել ուկրաինական զորամիավորումների դիրքերի վրա։ Հիմա հարձակման ժամանակը չէ, քանի դեռ իմ բանակը վերապատրաստված չէ։ Մենք հարձակում չենք գործի, մեզ կորուստներ պետք չեն, լրագրողներին հայտնել է Զախարչենկոն։ Նա ավելացրել է, որ այսօր կմեկնարկեն հարձակողական տակտիկական ուսուցումները։ Մենք կիրականացնենք հարձակողական մարտական հմտությունների կատարելագործման վարժանքները, քանի դեռ իմ բանակը չի վերապատրաստվել, ես զինվորականներին պատերազմի չեմ ուղարկի, ասել է նա։ Զախարչենկոն հայտնել է նաև, որ Կիևն օգտագործում է Մինսկյան համաձայնագիրը բանակը վերազինելու նպատակով։ Նշենք, որ վերջին շրջանում Դոնբասի որոշ շրջաններում ակտիվացել են մարտական լոկալ գործողությունները։ Մենք ԵԱՀԿ-ին զգուշացրել ենք ռուսամետ անջատողականների հնարավոր սադրանքների մասին։ Այս մասին հայտարարել է հրադադարի պահպանման գործընթացը համակարգող ուկրաինական կողմի կենտրոնի մամլոխոսնակ Ռուսլան Սեմենյուկը։ Իսկ երկրի զինված ուժերի գեներալ-մայոր Անդրեյ Տարանը ԵԱՀԿ-ի ուշադրությունը հրավիրել է հակամարտության սրման նախանշանների եւ ծանր զինտեխնիկա կիրառելու փաստերի վրա, մասնավորապես այն զենքերի, որոնք օգտագործվել են Մարինկան եւ Նովոմիխայլովկան գնդակոծելու ժամանակ։ Ուկրաինական կողմի տվյալներով Լուգանսկում պատրաստվում են հերթական սադրանքները, արձանագրվել է գրոհայինների շարժ Պերվոմայսկից դեպի Զոլոտո, 5 զրահամեքենաներով եւ կամազ մակնիշի ավտոմեքենաներով։ Բացի դրանից գեներալի խոսքերով հնարավոր է եղել լսել անջատողականների ղեկավարներից մեկի խոսակցությունը, ով նշել է, ինչու նրանք պատասխան կրակ չեն արձակում, մենք նրանց կստիպենք պատասխանել։ Այդ ամենը հաշվի առնելով ուկրաինական կողմը դիմել է ԵԱՀԿ-ին եւ ռուսաստանյան կողմին, որպիսի վերջիններս միջամտեն Մինսկյան համաձայնագրի կետերի իրագործման հարցում։ 41 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուսաստանցի հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։ Այս մասին հայտնել է երգչուհու հայրը Վլադիմիր Ֆրիսկեն։ Ժաննայի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի քաղցկեղ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժաննա Ֆրիսկեն իր ամուսնու հետ պատրաստվում էր քաղցկեղով հիվանդների օգնության հիմնադրամ ստեղծել։ Երգչուհին ծնվել է 1974 թվականին Մոսկվայում, եղել է Պլիստյաշիե խմբի անդամ, նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում։